Նոստրադամուսը մեծ փոփոխություն էր կանխատեսել 4 կենդանակերպի նշանների համար։ Նրանք կմոռանան աղքատության եւ կյանքի տխրության մասին խաղացող ձիու տարում։ Սա 2026 թվականի հորոսկոպն է ցուլի, կշեռքի, աղեղնավորի եւ ձկների համար։ Միշել Նոստրադամուսի 2026 թվականի հրե ձիու տարվա համար մարգարեությունները կանխատեսում են մեծ շրջադարձային պահ 4 կենդանակերպի նշանների համար։ Սակայն սրանք անորոշ ակնարկներ չեն։ Ժամանակակից աստղագուշակությունը մեզ տրամադրում է ճշգրիտ կոդ։ Դարերի յուրաքանչյուր ակնարկ ուղղակիորեն կապված է տարվա հիմնական տարանցումների հետ։ Մենք չենք կռահում, մենք կարդում ենք քարտեզը, որը աստղերը ճշգրտորեն համընկնում են մարգարեի հասկացողության հետ։ Ահա թե ինչպես են ցուլը, կշեռքը, աղեղնավորը եւ ձկները օգտվելու այս հնարավորությունից։ Ցուլ. հերկած դաշտը կտա եռակի բերք։ Ինչպես են Վեներան եւ Մարսը խոյի մեջ կփչացնեն ձեր ֆինանսական առաստաղը։ Եվ հերկած դաշտը, որը երկար ժամանակ լուռ է, կտա բերք, որը 3 անգամ գերազանցում է սերմնացանի հույսը։ Դարերի այս տողը ուղիղ ցուցում է ձեր ճակատագրի մասին 2026 թվականին։ Ցուլ. հերկած դաշտը խորհրդանշում է ձեր համառությունը, ձեր կուտակված, բայց դեռևս չիրացված ներուժը։ Լռությունը վերաբերում է փետրվար-մարտ ամիսներից առաջ ընկած ժամանակահատվածին, երբ դուք կարող եք զգալ, որ ապարդյուն եք աշխատում։ Բայց բերքը անխուսափելի է, եւ դրա մեխանիզմը կգործարկվի կրակոտ խոյի մեջ անցումներով։ Ամեն ինչ սկսվում է Սատուրնի խոյի նշան մտնելուց, փետրվարի 14-ին։ Այս հերկումը խիստ կարգապահության փուլ է։ Սատուրնը կստիպի ձեզ կատարելագործել ձեր հիմնական հմտությունը, այն դարձնելով կառուցվածքային եւ շուկայական։ Դուք կդադարեք ցրել փոքր գործերը եւ կկենտրոնանաք էականի վրա, ինչը հոգեբանական հրաժեշտ է մտավոր աղքատությանը։ Հիմնական շրջադարձային պահը տեղի կունենա մարտի 26-ին, երբ Վեներան, ձեր կառավարիչ մոլորակը, կմտնի խոյի նշան։ Սա այն պահն է, երբ ձեր բնական հուսալիությունը կլրացվի խոյի քաջությամբ։ Դուք անսպասելիորեն նախաձեռնություն կցուցաբերեք, կպահանջեք աշխատավարձի բարձրացում, համարձակորեն նոր գին կհայտարարեք ձեր ծառայությունների համար եւ կորոշեք ռիսկային, բայց խոստումնալից ներդրումներ։ Մարգարեական բերքը սկսում է աճել։ Եվ մայիսի 11-ից, երբ Մարսը կմտնի խոյի համաստեղություն, դուք կստանաք հրթիռային վառելիք ձեր բոլոր ծրագրերը իրականացնելու համար։ Մայիսից մինչև հունիս ժամանակահատվածը կլինի ձեր ֆինանսական եւ կարիերայի գագաթնակետը։ Այնինչ դուք ցանել եք ապրիլին, հիմա պետք է ակտիվորեն մշակվի։ Կնքեք պայմանագրեր, մեկնարկեք նախագծեր եւ ընդլայնեք ձեր ազդեցությունը։ Ձեր հորթի նման տոկունության եւ խոյի մարսյան ագրեսիայի համադրությունը կստեղծի այն եռակի վերադարձը, որի մասին խոսել է Նոստրադամուսը։ Ցուլի համար խաղամոլ ձիու տարին այն տարի է, երբ նրանց բնական հուսալիությունը վերջապես կգնահատվի եւ առատաձեռնորեն կպարգևատրվի։ Ձեր ժամանակը եկել է։ Նոստրադամուսի եռակի բերքի մասին մարգարեությունը նշանակում է, որ տարիների քրտնաջան աշխատանքը վերջապես կարդարանա։ 2026 թվականին դուք կդադարեք լինել պարզապես աշխատասեր եւ կդառնաք ֆինանսական ստրատեգ, որի արժեքը կճանաչվի եւ առատադեռնորեն կպարգևատրվի։ Աղքատությունը կդառնա անցյալի մաս, շնորհիվ ձեր իրական արժեքը աշխարհին ներկայացնելու ունակության։ Կշեռք. 2 կշեռքներ գտնում են նոր հավասարակշռություն։ Ինչու է Պլուտոնի հետադարձ շարժումը ստիպելու ձեզ հրաժեշտ տալ թունավոր հարաբերություններին։ Նոստրադամուսը կշեռքի համար թողել է հետևյալ հրահանգը. 2 կշեռքները դողալով անկայունությունից կգտնեն նոր հավասարակշռություն կրակով մաքրված առանցքի վրա։ 2 կշեռքները խորհրդանշում են ձեր հարաբերությունները, թե անձնական, թե գործնական։ Դողալով անկայունությունից ներկայացնում է վերջին տարիների ընթացքում կուտակված խնդիրները, թունավոր կախվածություններ, զուգընկերոջ հետ ֆինանսական վեճեր, անառողջ պարտավորություններ, որոնք ձեզ ներքև են քաշում եւ խորը տխրություն են պատճառում։ Կրակով մաքրված առանցքը Պլուտոնի հետադարձ շարժման ճշգրիտ աստղագուշակական ցուցում է, որը սկսվում է մայիսի 6-ին։ Պլուտոնը լիակատար վերափոխման,
ուժի եւ համատեղ ռեսուրսների մոլորակն է։ Նրա հետադարձ շարժումը հենց այն մաքրող կրակն է, որը կայրի ձեր գործընկերություններում հնացած ամեն ինչ։ Մինչև մայիս դուք կարող եք զգալ աճող ճնշում ձեր հարաբերություններում, սակայն մայիսի 6-ին կսկսվի կանխատեսված ճգնաժամը։ Կբացահայտվի հին խնդիր, տեղի կունենա ցավոտ, բայց անհրաժեշտ զրույց, եւ դուք կհասկանաք, որ այլևս չեք կարող հանդուրժել գործերի ներկայիս վիճակը։ Սա փլուզում չէ, այլ մաքրման սկիզբ։ Ձեզ կխնդրեն մանրակրկիտ վերանայել բոլոր հարաբերությունները եւ հրաժարվել նրանցից, որոնք սպառում են ձեր էներգիան եւ ֆինանսական ռեսուրսները։ Օգնություն կգա Խոյի համաստեղությունում գտնվող Վեներայից, մարտի 26-ից, որը ձեզ կտա նախկինում ոչ բնորոշ քաջություն։ Դուք կդադարեք վախենալ հակամարտությունից, հանուն ապագա ներդաշնակության։ Հոկտեմբերին, երբ Պլուտոնը վերադառնա ուղիղ, դուք կամ արմատապես կվերանայեք ձեր հին միությունը նոր, առողջ պայմաններով, կամ կմտնեք բոլորովին նորի մեջ, ուժեղ եւ օգտակար։ Սա կհանգեցնի ձեր անձնական կյանքի վշտերի երկար սպասված ավարտին եւ նախկինում արգելափակված համատեղ ֆինանսներին հասանելիության բացմանը։ Հավասարակշռությունը կվերականգնվի։ Սա ձեր վճռական մաքրագործման տարին է։ Նոստրադամուսի կրակով մաքրված հավասարակշռության մասին կանխատեսումը ուղղակի ցույցում է թունավոր կապերը խզելու անհրաժեշտության մասին, լինեն դրանք անձնական հարաբերություններ, թե ձախողված գործարար գործընկերություններ։ Տարվա վերջին դուք կհայտնվեք կամ նորացված, առողջ միության մեջ, կամ շահավետ միայնության մեջ, որը վերջ կդնի ֆինանսական կորուստներին եւ հուզական տառապանքներին։ Աղեղնավոր նշանակետին արձակված նետը կբացի ճանապարհը դեպի հեռավոր գանձեր։ Ինչու է խեցգետնի մեջ գտնվող Յուպիտերը ձեզ հարստացնելու ձեր տնից եւ նախնիներից։ Հատկապես խորհրդավոր է աղեղնավորի համար մարգարեությունը։ Եվ նետաձիգի կողմից նշանակետին ուղված նետը կբացի ճանապարհը դեպի արմատներում թաքնված գանձերը։ Նետը ներկայացնում է ձեր դասական ցանկությունը, ընդլայնել ձեր հորիզոնները, ճանապարհորդել հեռու ու լայն եւ իրականացնել մեծածավալ նախագծեր։ Սակայն 2026 թվականին աստղերը եւ Նոստրադամուսը ձեզ այլ ուղղությամբ են ցույց տալիս։ Այս գանձերի բանալին գտնվում է Յուպիտերի, ձեր կառավարող մոլորակի խեցգետնի նշանի մեջ տարանցման մեջ, որը տեղի կունենա հունիսի 2-ին։ Խեցգետինը տան, ընտանիքի, տոհմի, անշարժ գույքի եւ հայրենիքի նշանն է։ Այստեղ արմատներում եւ ոչ թե հեռավոր երկրներում ձեզ կսպասի ֆինանսական առատությունը։ Մարգարեությունը հստակ ասում է, ձեր հարստության ճանապարհը գտնվում է ձեր բույնը ամրապնդելու միջոցով։ Գործնականում սա կարող է նշանակել անշարժ գույքի ոլորտում անսպասելի ֆինանսական շահույթներ, հաջող գնում, թանկ վաճառք, բարենպաստ հիպոթեք կամ ժառանգություն։ Սա կարող է լինել ընտանեկան բիզնեսի հաջողություն կամ հարազատների ուժեղ աջակցություն, որը նոր հնարավորություններ է բացում։ Դա կարող է լինել բարգավաճում ձեր հայրենի քաղաքում կամ տարածաշրջանում, այլ ոչ թե արտասահմանում։ Մարսը Խոյի մեջ, մայիսի 11-ից, ձեզ կտա այն էներգիան, որը ձեզ անհրաժեշտ է նետից ազատելու համար, սկսելու ակտիվորեն հետապնդել այս նպատակը, փնտրելով բնակարանային տարբերակներ, կահավորելով ձեր տունը եւ բանակցություններ վարելով ընտանիքի հետ։ Հունիսի 2-ից հետո Յուպիտերը խեցգետնի մեջ կսկսի առատաձեռնորեն ողողել ձեզ իր նվերներով։ Հունիսից մինչև տարեվերջ ժամանակահատվածը կլինի այն ժամանակը, երբ դուք վերջապես կգտնեք այն ֆինանսական աջակցությունն ու կայունությունը, որի մասին վաղուց երազել եք, ավարտելով անկայունության շրջանը։ Պարզվում է, որ գանձը միշտ այնտեղ էր։ Հիշեք գանձը ոտքերի տակ։ Այլուր բախտ փնտրելու փոխարեն մարգարեությունը ձեզ ասում է փնտրել գանձը արմատներում։ Ձեր հարստությունը 2026 թվականին կգա տան, ընտանիքի եւ անշարժ գույքի ոլորտից։ Ձեր ընտանիքի հաջողությունը նույնպես ձեր հաջողությունը կլինի։ Ներդրումներ կատարելով ձեր բույնի մեջ դուք կհասնեք այն ֆինանսական կայունությանը, որի մասին վաղուց երազել եք։ Ձկներ։ Ձուկը մարգարիտ կգտնի անհանգիստ ջրերում։
Ինչպես է հետադարձ Նեպտունը դառնալու ձեր գլխավոր ֆինանսական խորհրդատում։ Նոստրադամուսը ձկների համար օգտագործում է խորհրդանիշը, եւ հոսանքի դեմ լողացող ձուկը մարգարիտ կգտնի անհանգիստ թվացող ջրերում։ Անհանգիստ ջրերը ձեր հավերժական խնդիրն է։ Պատրանքներ, ինքնախաբեություն, ֆինանսական հարցերում անորոշություն, սխալ մարդկանց վստահելու եւ կասկածելի սխեմաների մեջ ընկնելու հակում։ Սա է եղել ձեր բազմաթիվ վշտերի եւ ֆինանսական կորուստների աղբյուրը։ Մարգարիտը հայտնություն է, ճշմարիտ, լուսավորող որոշում։ Եվ այն գտնելու բանալին թաքնված է թվացյալ դժվար տարանցման մեջ, Նեպտունի, ձեր կառավարող մոլորակի հետադարձ շարժման մեջ, որը սկսվում է հուլիսի 7-ին։ Ձեր պատրանքների հետ լողալու փոխարեն հետադարձ Նեպտունը կստիպի ձեզ լողալ դեմ, ճշմարտությանը դիմակայելու համար։ 2026 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր դուք անպայման պետք է խուսափեք կասկածելի ներդրումներին, անորոշ խոստումներին եւ այն գործընկերներին վստահելուց, որոնց մտադրությունները անհասկանալի են։ Բայց սա ձեր հնարավորությունն է։ Այս ժամանակահատվածում ձեր հայտնի ինտուիցիան կլինի իր ամենասուրը։ Դուք հանկարծակի հստակ կտեսնեք, թե որտեղ եք խաբվել, ինչ ծրագրեր են ձախողվել եւ ով է ձեզ խաբել։ Ձեզ կխրախուսեն անցնել ամբողջական ֆինանսական դետոքսի, ներել պարտքերը կամ ընդհակառակը մարել դրանք, մարել ավելորդ վարկերը եւ դուրս գալ ձախողված նախագծերից։ Խեցգետնի մեջ գտնվող Յուպիտերը հունիսի 2-ից կտրամադրի աջակցություն, ապահովելով ձեզ ընտանեկան կամ անշարժ գույքի աջակցություն, գործելով որպես անվտանգության ցանց այս մաքրագործման գործընթացում։ Երբ դուք հրաժեշտ տաք ֆինանսական պատրանքներին, Նեպտունի հետադարձ շարժման ներքո դուք կգտնեք ձեր մարգարիտը, ֆինանսական բարեկեցության հստակ, իրատեսական եւ ի վերջո հաջողակ ուղին։ Դուք կսովորեք տարբերակել իրական հնարավորությունները աղմուկից եւ այս հմտությունը կմնա ձեզ հետ ընդմիշտ։ Սա ձեր սթափ հաշվարկի տարին է։ Ձեզ հնարավորություն է տրվում նավարկել խաբեության եւ պատրանքների մշուշոտ ջրերում, որոնք ֆինանսական կորուստների աղբյուր են եղել։ Ձեր խնդիրն է ակտիվացնել ձեր ներքին քննադատին, վերանայել բոլոր կասկածելի պարտավորությունները եւ սկսել վստահել փաստերին, այլ ոչ թե կույր հավատքին։ Սա կհանգեցնի հասկացողության եւ փողը ստվերից դուրս բերելու կայուն, պայծառ ուղու վրա։ 2026 թվականը կույր բախտ չէ, այլ լավ պլանավորված, երկնային եւ մարգարեական ռազմավարություն։ Նոստրադամուսը ցույց տվեց ճանապարհը, իսկ ճշգրիտ աստղագուշակական տարանցումները մեզ տվեցին քարտեզ, ամսաթվերով եւ կոորդինատներով։ Ցուլի, կշերքի, աղեղնավորի եւ ձկների համար սա այն տարին է, երբ աղքատությունն ու տխրությունը մահվան դատավճիռ չեն, այլ արդեն անցած փուլ։ Ձեր խնդիրն է գիտակցաբար կողմնորոշվել այս ճանապարհով, օգտագործելով ցուլի քաջությունը, մաքրելով կշերքը, գտնելով աղեղնավորի աջակցությունը եւ ձեռք բերելով ձկների խորաթափանցությունը։ Վստահեք աստղերի կողմից հաստատված մարգարեությանը։ Ձեր խաղամոլ ձին արդեն սպասում է, որ դուք նստեք նրա վրա։